Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Իհարկե, այդքան էլ հաճելի չի արդեն որերորդ տարին հաջորդ տարվա բյուջեն քննարկել 2018-ից առաջ այդ բյուջեն թալանողների հետ, բայց ամեն դեպքում։ Բյուջեն, սիրելի հայրենակիցներ, սիրելի քաղաքացիներ, ըստ էության բյուջեում արտահայտված է կառավարող թիմի քաղաքական կամքը, համոզմունքները, արժեհամակարգը եւ վերանձնային երազանքները։ Եվ ես հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ այս բյուջեով մենք ավելի ենք մոտենում մեր նպատակներին։ Կրթված, առողջ, ուժեղ հասարակությամբ, տնտեսապես զարգացող եւ խաղաղ պետություն ունենալու մեր 100-ամյա, եթե ոչ 1000-ամյա երազանքներին։ Երեկ եւ այսօր շատ հնչեց այն միտքը, որ սա խաղաղության բյուջե է եւ իրապես մենք հիմա պատմական հանգրվանում ենք, սիրելի հայրենակիցներ, որտեղ հայ ժողովուրդը կանգնած չէ գոյաբանական հարցի առաջ, որտեղ հայ ժողովուրդը ունի իր ամուր պետությունը, երբ հայ ժողովուրդը իր միտքն ու ներուժը կարող է կենտրոնացնել սեփական հայրենիքի, սեփական պետության զարգացման վրա։ Մենք պատմականորեն մի հանգրվանում ենք, սիրելի հայրենակիցներ, երբ առաջին անգամ քննարկում ենք մեր ապագան խաղաղության պայմաններում եւ առաջին անգամ քննարկում ենք վստահ քննարկում ենք մեր խաղաղ ապագան։ Բյուջեի քննարկումները որքան էլ մասնագիտական են, շատ վերլուծություններ եւ մեկնաբանություններ ոչ այնքան խրթին մեր քաղաքացիներից շատերի համար, սակայն մյուս կողմից մենք բյուջեն կարող ենք տեսնել եւ շոշափել։ Մենք կարող ենք երթևեկել մեր կառուցած ճանապարհներով, մենք կարող ենք հաճախել ժամանակակից դպրոցներ ու մանկապարտեզներ, կարող ենք ունենալ գեղեցիկ եւ խնամված բնություն, կարող ենք մեզ անվտանգ զգալ մեր երկրում, կարող ենք պաշտպանվել արտաքին վտանգներից եւ մի շարք կարողեներ կարելի է ավելացնել այստեղ, բայց անկյունակարային այնն է, որ այս ամենի հեղինակը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, ում քրտնաջան աշխատանքի եւ վճարած հարկերի շնորհիվ հնարավոր է դառնում այս ամենը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու շնորհիվ է, որ հիմա մենք ինքնուրույն ենք եւ ազատ։ Չափազանց կարևոր է, որ բյուջեում արտահայտված են Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների զարգացման ուղղված ծրագրեր։ Եվ մենք ոմանց պետք չենք ասում, դե Կապանում ամրաշինական կառույցներ պետք չեն, դե սահմանամերձ շրջաններում դե դպրոց ինչի կառուցենք, հենա այնտեղ դպրոց կա, դե երեխեք գնանք, մենք այդպես չենք ասում։ Վերջին շրջանում ես շատ եմ լինում Հայաստանի տարբեր համայնքներում եւ տեսնում եմ, թե ինչ մեծ տեմպերով են իրականացվում, ուրեմն մեր կողմից ընդունված ծրագրերը։ Եվ այս ծրագրերը մենակ ապագայի մասին չեն, այլև ներկայի մասին են, որտեղ հիմա այս ծրագրերի իրականացման շնորհիվ բազմաթիվ աշխատատեղեր են նաև ստեղծվել, որոնց շնորհիվ մեր հայրենակիցները մոռացել են արդեն արտագնա աշխատանքի ճանապարհը։ Եվ ես շատերի հետ որ զրուցում եմ այդ ծրագրերի ուրեմն շնորհիվ աշխատանքի անցած մարդկանց հետ, նրանք հենց առաջի բանը դա են ասում, որ մեր տանը այսօր այստեղ մեր տանն այլևս կա հնարավորություն տուն պահելու։ Այսինքն տանը ապրելով մենք մեր տունը կարող ենք պահել եւ պետք չի գնալ եւ փնտրել ինչ որ ճանապարհներ մեր տունը պահելու, մեր ընտանիքների բարեկեցությունն ապահովելու համար։ Այո, դեռ բավարար չափով չկան այն հնարավորությունները մեր ընտանիքների բարեկեցությունը, ինչպես որ մենք ենք ուզում ապահովելու համար, բայց ոչինչ։ Մենք արել ենք, անում ենք եւ անելու ենք առավելագույնը դրա համար։ Ասում ենք մեր ծրագրերը եւ բոլոր բյուջեները մարդկանց մասին են, կենտրոնում մարդն է եւ ճիշտ ենք ասում, որովհետեւ այս ծրագրերի արդյունքում կենտրոն պետք է դառնա այն վայրը, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է եւ կապ չունի այդ քաղաքացին քաջարանում է, աշոցքում է, հրազդանում է, Երևանում է, Մաշտոցի պողոտայում է, թե որտեղ է։ Որովհետև Հայաստանի բոլոր համայնքներում ստեղծվում են ժամանակակից մարդու համար հարմար միջավայր, ենթակառուցվածքների, կրթական ու բժշկական հաստատությունների, որակյալ ճանապարհների, ժամանցի վայրերի տեսքով։ Այո, դեռ բավարար չի, բայց մենք արել, անում եւ անելու ենք առավելագույնը այս վերջնանպատակին հասնելու համար։ Ժամանակակից բովանդակությամբ եւ շենքային պայմաններով դպրոցների ու մանկապարտեզների շնորհիվ, սիրելի հայրենակիցներ, մենք հաստատապես ունենալու ենք նոր որակի պետություն
եւ ավելի մեծ երազանքներով ու այդ երազանքներին հասնելու համար ավելի մեծ հնարավորություններով հասարակություն։ Եվ այստեղ ինձ համար կարևորագույն կետն այն է, որ այս դպրոցներում սովորած մեր քաղաքացիներին այլևս հնարավոր չի լինելու պահել խավարամտության մեջ։ Հնարավոր չի լինելու խաբել, կաշառել, ստիպել։ Մեր հասարակության կրթվածությամբ է, որ մենք պետք է փակենք եւ փակելու ենք 2018 թվականից առաջ եւ դրանից դեռևս շատ առաջ հայ ժողովրդի մեր մեջ, իմ մեջ, ձեր մեջ, բոլորիս մեջ արմատացած բազմաթիվ արատավոր երևույթներ։ Եվ սրա համար են ըստ էության անհոգնել ընդդիմախոսները պայքարում դպրոցաշինության ծրագրերի եւ ցանկացած ըստ էության զարգացման ծրագրի դեմ, որովհետեւ զարգացած հասարակությունը չի կարող հանդուրժել Ռոբերտ Քոչարյաններ, Սերժ Սարգսյաններ, որովհետեւ կրթված հասարակությունում չի կարող լինել 1998 թվական, որտեղ ոչ Հայաստանի քաղաքացին կարող է գալ եւ զավթել իշխանությունը։ Չի կարող լինել 2003 թվական, որտեղ օրինակ վետերաններին կարող էին կանչել եւ մի տուփ սիգարետ տալ եւ 5000 դրամ եւ 2000 դրամ անգամ բաժանել մարդկանց, ցորեն, բրինձ եւ ալյուր եւ դրանով ուրեմն ստիպել, որ գնան եւ իրենց ընտրեն։ Չի կարող լինել 2008 թվական, որտեղ փողոցում մարդկանց էին գնդակահարում իշխանությունը ընկերներով իրար մեջ կիսելու համար։ Չի կարող լինել 2015 թվական, որտեղ սահմանադրություն հրամսրեցին մեր ժողովրդին, որը ընդհանրապես կապ չուներ այս ժողովրդի երազանքների, ցանկության եւ մեր պետության նաեւ հարատևման եւ գոյատևման հետ։ Եվ ամփոփելով, քանի որ շատ խոսքեր ասվեցին եւ շատ տվյալներ ներկայացվեցին, ես շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը այս բյուջեի համար, շնորհակալություն եմ հայտնում քաղաքացիական պայմանագիր կառավարող թիմին կատարված աշխատանքի համար եւ այսօր այս պահին իրապես մենք հանգիստ սրտով կարող ենք անել այն արտահայտությունը, որ ընդդիմադիր ժամանակներում մշտապես հնչել է Հայաստանի Հանրապետությունում, մենք ենք տերը մեր երկրի եւ սա անշրջելի է։ Շնորհակալ եմ։